Այսօր ես կպատասխանեմ իմ դիտորդների կողմից գրված հետաքրքիր հարցերին։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Այսօր իմ մոտ կիրակի է եւ ես ուզում եմ ուղղակի պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Եվ որpիսի դուք չծանձրանաք, եկեք ուղղակի $10 կատարենք գործարք։ Եկեք սա իջնենք ներքև, վաճառք, $10։ Հիմա եկեք ես կարդամ հետաքրքիր հարցեր եւ պատասխանեմ դրանց։ Վերցնում եմ իմ հեռախոսը եւ հիմա կկարդամ։ Կարնիկ անունով դիտորդը մեզ հարցրել է. հնարավոր է $20 դառնա 1000 կամ ամենակիչը ինչքան պետք է լինի գումար, որպեսզի բազմապատկես։ $100 բավարար է ռեալ թրեյդինգով զբաղվելու համար։ Ահա, եկեք պատասխանենք Կարնիկի հարցը։ Հնարավոր է $20 դառնա 1000։ Հնարավոր է, բայց շատ քիչ հավանական է, քանի որ եթե դուք $20 վերածեք 1000-ի, դուք կխախտեք կարգապահության բոլոր օրենքները եւ ավելի շատ հավանական է, որ դուք կկորցնեք այդ գումարը։ Ամենակիչը ինչքան պետք է լինի գումար, որպեսզի բազմապատկես գումարը։ Այսպես ասեմ, բազմապատկել գումարը հնարավոր է, եթե այդ գումարը ունի 5%։ $100 բավարար է ռեալ թրեյդինգով զբաղվելու համար։ $100 բավարար է, որպեսզի դուք սովորեք թրեյդինգ, բայց բավարար չէ, որպեսզի դուք աշխատեք գումար։ Նայեք, հիմա ասեմ համ $20-ի հետ կապված, համ 100։ Նախ առաջինը, ես որ ասում եմ դուք համալրեք $20, դա մինիմումն է, դուք այդ $20-ով նույնիսկ թրեյդինգ սովորել չեք կարողանա, քանի որ շատ քիչ է։ Եթե $20-ի 5%-ը $1 է, այսինքն դուք ընդամենը մեկ անգամ կարող եք կատարել գործարք $1-ով, իսկ եթե այդ $1 դուք գնաք մինուս, հաջորդ օրը $19-ի 5%-ը նույնիսկ $1 չի։ Այսինքն $20 բավարար չէ, որպեսզի դուք սովորեք թրեյդինգ։ $100 բավարար է, որպեսզի սովորեք, քանի որ $100-ի 5%-ը դա $5 է, իսկ եթե դա մինուս գնաք, ապա հաջորդ օրը նույնպես դուք կկարողանաք risk եւ money management օրենքները պահելով սովորեք թրեյդինգ։ Իսկ որքան գումար է պետք, որպեսզի դուք սկսեք աշխատել թրեյդինգով, ամենակիչը $500-ին պատկերացնելով, հիմա բացատրեմ ինչի։ Նախ առաջինը, ես չեմ ասում, որ դուք հիմա պետք է $500 համալրեք։ Դա դուք համալրում եք այն ժամանակ, երբ որ արդեն վստահ եք, որ տիրապետում եք թրեյդինգին։ Ինչու եմ ասում գոնե $500։ Հիմա նայեք, ես ունեմ իմ բալանսին $3000 եւ այդ $3000-ով ես երկու գործարք կատարում եմ եւ $200 եմ աշխատում։ Այսինքն շատ նագրուսկա չեմ տալիս իմ ուղեղին։ Եթե ես շատ նագրուսկա տամ, ավելի շատ հավանական կլինի, որ ես կկորցնեմ իմ գումարը։ Իսկ դուք $100-ով ինչ պիտի անեք։ Կատարում եք երկու գործարք, աշխատում եք նու մաքսիմում $5-7 եւ իհարկե չեք բավարարվում, քանի որ դուք ուզում եք գումար աշխատել, դուք չեք հասկանում, որ $100-ով ուղղակի դուք պարապում եք։ Ասում եք դա քիչ է, գոնե մի $20-25 աշխատեմ։ Իսկ $20-25 աշխատելու դեպքում դուք մի 5-6 գործարք պիտի կատարեք։ Այսինքն ձեր գումարը կորցնելու հավանականությունը դուք արդեն շատացրեցիք։ Այդ պատճառով $100 դուք պետք է հասկանաք, որ դա ուղղակի ձեր համար պարապելու գումար է։ Եվ այդ $100-ը, եթե դուք օրեկան մի $5 պլյուս անեք, դա արդեն շատ լավ է։ Դա արդեն լավ արդյունք է ձեր համար, այսինքն դուք հասկանում եք, որ դուք արդեն կկարողանաք աշխատել թրեյդինգով, բայց դա չի նշանակում, որ պլյուս առաջին օրը դուք աշխատեցիք $5, երկրորդ օրը էլի $5, այսինքն դուք տիրապետում եք թրեյդինգին, ոչ։ Դուք պետք է մի 3-4 ամիս հասկանաք, որ պլյուս եք գնում։ Միայն դրանից հետո նոր արդեն գցեք մեծ գումար եւ risk եւ money management օրենքները պահելով կատարեք թրեյդինգ։ Միայն այդ ժամանակ, եւ եթե դուք հասկանաք, որ այդ մեծ գումարը դուք գնում եք մինուս, առաջին օրը 5% կորցրեցիք, հաջորդ օրը 5% կորցրեցիք, այդպես մի քանի օր կորցրեցիք ավելի շատ, քան աշխատեցիք, այսինքն դուք հոգեբանորեն պատրաստ չեք մեծ գումարի։ Սենց ասեմ, եթե դուք կարողանում եք $100 վերածել մի 150-ի, բայց $500 չեք կարող վերածել 700-ի, այսինքն դուք հոգեբանորեն պատրաստ չեք այդ մեծ գումարի։
Ձեր համար դա ստրես է, դուք տեսնում եք մեծ գումար, դուք լարվում եք, դուք չեք կարողանում աշխատել այնպես, ինչպես որ աշխատել եք ավելի քիչ գումարի ժամանակ։ Հիմա եկեք կրկին կատարենք գործարք, ես առանց մտածելու ուղղակի թրենդով իջնում եմ ներքև։ Եկեք հիմա կարդամ հաջորդ հարցը, ինչու ուղիղ եթերով գործարքներ չեք անում, որ մենք էլ ձեզ հետ անենք, ու ավելի հետաքրքիր կլինի կարծում եմ, ինչպես շատերն են անում։ Նայեք, ես ուզում եմ կատարել ուղիղ եթերով գործարքներ, ուղղակի հիմա այս պահին իմ գրաֆիկը շատ խիտ է։ Մի քանի ամսից ես կարող եմ գնամ ուրիշ երկիր, եթե ես գնամ ուրիշ երկիր, բնականաբար իմ գրաֆիկը մի քիչ ավելի կազատվի եւ ես կկարողանամ կատարել ուղիղ եթերներով գործարքներ, բայց այս պահին չեմ կարող կատարել, քանի որ հիմա իմ գրաֆիկը շատ խիտ է։ Եթե դուք մտածում եք, որ ես միայն սրանով եմ զբաղվում, այսինքն trading-ով, ապա դուք սխալվում եք։ Ես տարբեր բաներով եմ զբաղվում եւ իհարկե պլաններ ունեմ հետագայում կրկին ձեր հետ տարբեր բաներով զբաղվել, այդ պատճառով ես հիմա չեմ կարող կատարել ուղիղ եթերներ։ Մյուս հարցը տալիս է Արմենուին։ Բիրժայի մեջ կան տուրնիրներ, ինչ խորհուրդ կտաք մասնակցել։ Սենց ասեմ, կարող եք մասնակցել, բայց մասնակցեք անվճար տուրնիրներին, իմաստ չկա, որ դուք ինչ-որ մեծ գումարներ տաք տուրնիրների համար, կամ մաքսիմում մասնակցեք այն տուրնիրներին, որտեղ որ $1 են ուզում մասնակցության համար։ Կարող եք մասնակցել իհարկե, բայց ասեմ, որ տուրնիրին մասնակցելով դուք ինքնըստինքյան կարգապահություն չեք պահելու, քանի որ այնտեղ ձեզ ստիպում են, որ դուք ունենաք մեծ բալանս, շատ արագ ժամանակահատվածում։ Այդ պատճառով սենց ասեմ, դուք պետք է հասկանաք, որ այդտեղ չկա կարգապահություն, ուղղակի վերլուծության մրցակցություն է այնտեղ։ Կարող եք մասնակցել, կարող եք ոչ։ Ես չեմ մասնակցել ու չեմ էլ ուզում ճիշտն ասած։ Մյուս հարցը. ինչպես են ձևավորվում արժույթների OTC տարբերակները։ Գիտեմ, որ ձևավորվում են տվյալ բիրժայի ներսում եւ իրական արժույթներից տարբերվում են, բայց ինչ սկզբունքներով են ձևավորվում եւ այլն եւ այլն։ Ես հասկացա հարցը, Արմինե ջան, հիմա պատասխանեմ։ Ուրեմն OTC արժույթները դա մեր TradingView կայքի հենց նույն արժույթներն են, բայց նախկինում արդեն տեղի ունեցած շարժումները եւ ավելի համեմատած անկանխատեսելի շարժումները, այսինքն նրանք վերցնում են այն հատվածը, ասենք մի տարի առաջվա հատված են վերցնում եվրո-դոլարի եւ տեղադրում են այն հատվածը, որտեղ որ այդ շարժումը եղել է ավելի անկանխատեսելի եւ եղել է ավելի արագ, վոլատիլնի այսպես ասած։ Բայց այնուամենայնիվ իմ պարագայում ես կարողանում եմ OTC արժույթներով էլ գումար աշխատել, նույնիսկ չմտածելով գործարք եմ կատարում եւ կրկին պլյուս է փակվում, ինքներդ կարող եք համոզվել, նույնիսկ չեմ էլ նայում գրաֆիկին, չեմ էլ կատարում վերլուծություն, ուղղակի տեսնում եմ թրենդ եւ կատարում եմ առանց մտածելու trade-ին։ Չգիտեմ, ինքներդ որոշեք OTC կատարեք թե ոչ, իմ կողմից կասեմ, որ OTC-ին կարող եք կատարել այն դեպքում, եթե օգտագործում եք մեր ծրագիրը։ Մեր օգնական ծրագիրը որոշ չափով կոմպենսացնում է ռիսկերը OTC-ի։ Եթե ուզում եք կատարել OTC արժույթների trade եւ նոր եք սկսել trading-ը, ապա խորհուրդ եմ տալիս անպայման օգտագործել մեր անվճար ծրագիրը։ Իդեպ մեր ծրագիրը անվճար է, ուղղակի այն մարդկանց համար է, ովքեր որ մուտք են գործել մեր փակ Telegram-յան ալիք։ Իսկ փակ Telegram-յան ալիք դուք կարող եք մուտք գործել, եթե դուք գրանցված եք Pocket Option կայքում մեր հղումով եւ եթե ունեք բալանսին մինիմում $20։ Այդ պայմանները կատարելուց հետո դուք գրում եք մեր մոդերատորների Telegram account-ին։ Մենք փակվեցինք կրկին պլյուս։ Չգիտեմ, իմ պատկերացնելով հիմա trading-ով երևի չի աշխատում միայն ալարկոտ մարդը, քանի որ նայեք, ես կրկին առանց մտածելու ներքև։ Լավ։ Իհարկե դա կատակ էր։ Trading-ը իրականում շատ դժվար մասնագիտություն է, ես միշտ սիրում եմ կրկնել, որ այստեղ աշխատում է միայն 1%-ը։ Դա միշտ հիշեք եւ ի նկատի ունեցեք, որ trading-ը բոլորի համար չէ։ Հիմա ովքեր որ դիտում են այս վիդեոն, դիտորդներից, այսինքն 100-ից ընդամենը մի հոգին կարող է լինել trading-ում պլյուս։ Լավ, եկեք անցնենք մյուս հարցին։ Հիմա, իսկ հնարավոր է նենց լինի, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ ձեր հետ ուղիղ եթերով trading անել,
ու հենց վիդեո տարբերակով on-line հարց-պատասխան լինի գործարքների հետ կապված։ Մերսի։ Պարթև ջան, քեզ նույնպես մերսի։ Հիմա ասեմ, ես ուղղակի ժամանակ չունեմ։ Ես նույնիսկ որոշեցի իմ թեմքը հեռացնեմ, որպեսզի կարողանամ ամեն օր ձեր համար վիդեոներ նկարել։ Բացատրեմ դա ինչի հետ է կապված, ես գալիս եմ օֆիս, որպեսզի համ գործերով զբաղվեմ, համ հասցնեմ վիդեո նկարել, բայց եթե ես իմ թեմքը չցուցադրեմ, ես կարող եմ տանից առավոտ շուտ արթնանալ եւ նկարել մի քանի վիդեո եւ տեղադրել ամեն օր։ Բայց ես հասկացա, որ առանց թեմքի վիդեոն այդքան ակտիվություն չունի եւ որոշեցի կրկին թեմքս ցուցադրել։ Հիմա կապված ուղիղ եթերի հետ ես արդեն ասեցի, որ ուղղակի հիմա ժամանակ չունեմ։ Այստեղ հարցը ոչ թե հարց-պատասխանն է կամ ուղիղ եթերով trade անելն է, այստեղ հարցը այն է, որ ես ուղղակի ժամանակ չունեմ։ Եթե ժամանակ ունենամ թեկուզ ուղիղ եթերով հարցերին պատասխանել, ապա կկատարեմ նաև trade։ Եկեք անցնենք մյուս հարցին։ Այստեղ գրել են կայքի հետ կապված խնդիր կա, ոնց կապնվեմ ձեր հետ։ Ես պատասխանել եմ, որ դիմեք մեր մոդերատորներին։ Մեր մոդերատորների Telegram account-ը կա համ Ապիսանյայի բաժնում, համ մեր բաց Telegram-յան ալիքում եւ հիմա կապված մեր մոդերատորների հետ։ Իմ շատ սիրելի դիտորդներ ջան, կան մարդիկ, շատ ու շատ մարդիկ, ովքեր չարաշահում են մեր մոդերատորների բարությունը։ Սենց ասեմ, մտնում են մեր մոդերատորներին, իրենց պայմաններն են առաջարկում փակ ալիքի մուտք գործելու հետ կապված։ Սենց ասեմ, ճիշտ է, մենք հայ ենք եւ սովոր ենք այդ առևտրային մտածելակերպի, բայց այստեղ այդպիսի բան չկա։ Միք մտեք եւ ձեր պայմանները միք առաջարկեք։ Մենք ունենք պայմաններ եւ այդ պայմանները անփոփոխ են։ Այդ պայմանները բոլորի համար են եւ անփոփոխ են։ Դուք չեք կարող մտնել եւ ձեր պայմանը առաջարկել։ Ոչ մի տիպի պայման դուք չեք կարող առաջարկել, քանի որ մենք ստեղծել ենք հնարավորություն ձեր համար ավելի հեշտ տարբերակով սովորել trading։ Եվ սա ինչ-որ կուրսերի վաճառք չէ եւ այլն, որ մեզ դա գերի կամ որ մենք համաձայն ենք։ Դուք պետք է ուղղակի կատարեք մեր պայմանները։ Եթե մեր պայմանները ձեր համար ձեռնտու չեն կամ չեք ուզում կատարել, ուղղակի մի կատարեք։ Այդքան բան։ Սա ինչ-որ կուրսերի վաճառք չէ, սա ուղղակի հնարավորություն է ձեր համար։ Եվ կապված մեր մոդերատորների հետ։ Մարդիկ կան, ովքեր որ հարցնում են ոնց ներբեռնեմ Telegram ծրագիրը։ Ոնց, չգիտեմ, կատարեմ համալրում։ Նայեք, համալրման կոճակը пополнить счет ռուսերենով հենց ձեր pocket option-ի գլխավոր էջում է։ Ասենք դուք չեք տեսնում այս կոճակը։ Իհարկե 1000 անգամից կներեք, սիրելի դիտորդներ ջան։ Բայց եթե դուք այդպիսի էլեմենտար բաները չեք կարող կատարել, չեք կարող ներբեռնել Telegram ծրագիր, չեք կարող համալրում կոճակը սեղմել, որը որ հենց ձեր առաջ է։ Ինչ գործ ունեք trading-ում։ Ես ուղղակի զարմանում եմ, եթե դուք այդպիսի էլեմենտար բաները չեք կարողանում կատարել։ Դուք չեք տեսնում, որ համալրումը ձեր դիմաց է։ Դուք չեք կարող հասկանալ, որ սեղմելով սա, կանխիկացման կոճակը սա է։ Սա կանխիկացման կոճակն է։ Ուղղակի լոգիկա։ Համալրում եւ սա պետք է լինի կանխիկացում։ Եթե չգիտեք, սեղմեք եւ տեսեք սա ինչ է։ Համենայն դեպս ձեր գումարը չի կորի դրանից։ Կարող եք սեղմել եւ հասկանալ, թե սա ինչ է։ Ես նույնպես ժամանակին չեմ իմացել, ինձ ոչ մի մոդերատոր չի օգնել։ Ես բացել եմ, սեղմել եմ, ինչ-որ բաներ վիդեոներով եմ նայել, ինչ-որ բաներ փորփրելով եմ գտել եւ այդպես սովորել եմ trading։ Չգիտեմ, իհարկե հնարավոր է, որ կան տարիքով դիտորդներ կամ տարիքով հակառակ փոքր դիտորդներ, ովքեր որ ուղղակի չեն կարող այս ամեն ինչը յուրացնել, բայց հենց ձեզ ես խորհուրդ կտամ, որ դուք չզբաղվեք trading-ով, ահա պլյուս։ Քանի որ trading-ը դա շատ լուրջ մասնագիտություն է, եւ որքան էլ որ ձեզ թվա, որ սա հեշտ է, ահա առանց մտածել ես մի 3 պլյուս արդեն արեցի։ Իրականում սա հեշտ չէ։ Եկեք տեսնենք էլ ինչ հարց կա այստեղ։ Էլ իմաստ կա կատարել գործարք։
ու ինձ թվում է, որ հերիք է իրականում գործարքները մեր։ Ես չեմ ուզում ուղղակի շատ մտածել եւ ծանրաբեռնել այս Կիրակի օրով իմ ուղեղը, բայց ամեն դեպքում լավ եկեք մի գործարք էլ կատարենք, կրկին 6 րոպեով վաճառք, ոնց որ թե վերջացավ մեր հետաքրքիր հարցերը, հիմա եկեք խոսենք արդեն ընդհանուր թրեյդինգից։ Ես երբեք խորհուրդ չեմ տա ինչ-որ մեկին զբաղվի թրեյդինգով, քանի որ հասկանում եմ, որ այստեղ աշխատում է միայն 1%-ը, եւ այդ ստատիստիկան չի փոխվի։ Այստեղ աշխատում է միայն 1%-ը եւ հավանականություն, որ հենց այն մարդը, ում ես խորհուրդ կտամ զբաղվի թրեյդինգով, որ ինքը կլինի աշխատող այստեղ, այսինքն գումար կաշխատի, հավանականությունը 1% է։ Եվ ես ոչ մեկին չեմ խորհուրդ տալիս, որպեսզի զբաղվի թրեյդինգով։ Չեմ առաջարկում զբաղվեք թրեյդինգով։ Ես տալիս եմ հնարավորություն սովորելու թրեյդինգ այն մարդկանց, ովքեր արդեն որոշել են զբաղվել թրեյդինգով, բայց ես կամ իմ մոդերատորները երբեք չենք ասի ձեզ եկեք եւ զբաղվեք թրեյդինգով։ Նույնիսկ կան մարդիկ, ովքեր կորցնում են գումար եւ գրում են մոդերատորին, ես կորցրել եմ գումար, սա երևի իմ մասնագիտությունը չէ։ Ինչքան էլ որ բարի լինեն մեր մոդերատորները, ես նրանց ասել եմ, որ եթե այդպիսի սիտուացիա է լինում, ապա ասեք, որ հնարավոր է, որ իրոք ձերը չէ։ Չեմ էլ ուզում, որ կոտրեն եւ ասեն, որ այո, հենց ձերը չէ, քանի որ իրոք նույնիսկ ես շատ անգամներ գումարներ եմ կորցրել։ Ասեմ, որ ես 156 բալանս եմ կորցրել իմ թրեյդինգի ճանապարհին եւ այդ բալանսները եղել են տարբեր չափսերի, $20-ից մինչև $1000։ Իհարկե հիմնականում եղել է 20-ից $50, $1000 շատ քիչ է եղել այդ 156-ի մեջ, բայց այնուամենայնիվ ես չեմ ուզում, որ մենք խորհուրդ տանք ձեզ զբաղվել թրեյդինգով, քանի որ սա շատ բարդ մասնագիտություն է եւ այստեղ շատ քչերն են աշխատում։ Որքան էլ որ հեշտ թվա կողքից, սա հեշտ է հենց 1%-ի համար։ Դուք պետք է հասկանաք, որ այս մասնագիտությունը ունի շատ հեյտերներ։ Ինչու ունի շատ հեյտերներ, քանի որ մարդիկ մտնում են այստեղ, հասկանում են, որ չեն կարողանում, գումար են կորցնում եւ պատկերացրեք այդ 99% կորցնող մարդկանց մեջ որքան մարդիկ կչղայնանան եւ ուղղակի հեյտ կանեն այս մասնագիտությունը։ Այդ պատճառով դուք պետք է հասկանաք, որ սա բոլորի համար չէ, այստեղ շատ քչերն են աշխատում։ Իրականում շատ քչերն են աշխատում եւ ես ուզում եմ, որ իմ բոլոր դիտորդները դա հասկանան, որ այստեղ կլինեն կորուստներ։ Ես մեծ գումարներ եմ կորցրել, մինչև որ սկսել եմ աշխատել գումար։ Հիմա ես իհարկե հանել եմ այդ գումարները, ես արդեն աշխատում եմ եւ դա ուղղակի այսպես ասած հիշողություններ են մնացել։ Եվ դուք պետք է հասկանաք, որ երբեք չվերցնեք ինչ-որ պարտքով գումար կամ վարկով գումար, որպեսզի համալրեք գումար թրեյդինգում։ Նույնիսկ չմտածեք դրա մասին։ Քանի որ միայն այդ փաստը, որ դա պարտքով գումար է, դա արդեն ձեր մեջ լարվածություն է ծնում։ Եվ դուք արդեն իսկ պարտված եք։ Եվ նույնիսկ եթե չլարվեք էլ չանեք նման բան։ Եթե նույնիսկ դուք կարող եք risk եւ money management օրենքները պահել 100%-անոց, ամեն դեպքում պարտքով գումար, վարկով գումար, չգիտեմ, ձեր վերջին գումար, շատ կարևոր գումար, որը որ պետք է ծառայեր մի շատ կարևոր գործի մեջ, այդպիսի գումարները չներդնեք թրեյդինգում։ Ես չեմ ուզում, որ դուք անիմաստ գումարներ կորցնեք, քանի որ ես ժամանակին կորցրել եմ։ Այն ինչը որ ես ձեզ ասում եմ մի կարեք, լավ չասեմ արել եմ թե չեմ արել, քանի որ արդեն ես ինձ կհակասեմ, ամեն դեպքում չանեք նման բաներ։ Ուղղակի ես իմ բնավորությամբ պայքարող մարդ եմ եւ երբ որ ես առաջին անգամ թրեյդինգը տեսա, ուղղակի գովազդով տեսա, ես արդեն այդ օրը որոշեցի, որ ես պետք է աշխատեմ գումար թրեյդինգով։ Եվ
Ինչպես տեսնում եք, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ես լավ վերլուծաբան եմ trading-ի ոլորտում։ Հիմա տեսնենք, թե ինչպես կավարտվի։ Եկեք սրանից հետո միայն այսպես առանց մտածելու trade-ներ կատարենք, քանի որ փորձը ցույց տվեց, որ երբ որ մենք կատարում ենք վերլուծություն, մենք դագոնով ենք աշխատում։ Ուղղակի տեսեք այս 4 գործարքը, որը որ մենք կատարեցինք առանց մտածելու, ուղղակի trend-ի ուղղվածությամբ մենք կատարեցինք 6 րոպեով վաճառք։ Վերջ, այս կանը։ Այս վիդեոյի մեջ ես չեմ ցուցադրի ձեզ իմ Telegram-յան ալիքները, ում հետաքրքրում է, ուղղակի փտրեք Ապիսանիայի բաժնում եւ կգտնեք ձեզ հետաքրքրող այդ հղումները։ Եթե ուզում եք ունենալ ծրագիր, որը որ ձեզ կօգնի սովորել trading, ապա կրկին փտրեք Ապիսանիայում, դիմեք մեր մոդերատորներին եւ այլն եւ այլն։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից, քանի որ եթե չլինեիք դուք, չէր լինի նաեւ այս ալիքը եւ ես սա շատ լուրջ եմ ասում։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։